Տիգրան Աբրահամյանը 80-ականների վերջին Չեխիայում հաստատված հայ նկարիչներից է։ Աշխարհի 80 ցուցահանդեսներում ցուցադրված նրա կտավներն ընդգրկված են հանրային եւ մասնավոր հավաքածուներում։ Ի թիվս Չեխիայում ցուցադրված այլ հայ նկարիչների ստեղծագործությունների Հայաստանի մշակույթի նախարարը հիացած էր նաեւ Տիգրան Աբրահամյանի կտավներով։ Ցուցահանդեսը որպես երևույթ շատ հետաքրքիր երևույթ է, որովհետեւ Պրագայում բնակվում են մեծ քանակությամբ հայեր, որոնցից որոշ տոկոսը զբաղվում է նկարչությամբ եւ այս ցուցահանդեսում ցուցադրվում են 19 նկարիչներ։ Տիգրան Աբրահամյանի կտավներն առաջին անգամ ցուցադրվեցին Չեխիայի մյուս հայ նկարիչների հետ։ Ցուցադրությունը կազմակերպվել էր Հայաստանի մշակույթի նախարարի Չեխիա պաշտոնական այցի շրջանակում։ Նոյեմբերի 12-ից 14-ը Հասմիկ Պողոսյանն իր չեխ գործընկերոջ հրավերով Պրահայում էր։ Եվ ինձ համար մեծ հպարտություն է այստեղ այդ ամուր մշակութային ավանդույթներ ունեցող երկրի ներսում տեսնել մեր հայկական գույներն ու երանգները։ Եվ կարծում եմ, որ Չեխիայի մշակույթի նախարարության աջակցությամբ կենտրոնի աջակցությամբ, մեր դեսպանատան աջակցությամբ մենք այսօր բոլորս իսկապես ջերմացած ենք։ Իրենց այս ցուցահանդեսով կամ իրենց այլ աշխատանքներով ուզում եմ մյուս տարի հրավիրեմ Հայաստան համանման ցուցահանդես Հայաստանում կազմակերպելու նպատակով։ Հայ-չեխական մշակութային հարաբերություններն ակտիվորեն զարգանում են եւ Չեխիայի մշակույթի նախարարությունը շահագրգիռ է ակտիվացնել այդ համագործակցությունը։ Չեխական կողմը մեծ պատրաստակամությամբ է աջակցել Չեխիայի հայ նկարիչների ցուցահանդեսի կայացմանը։ Միջոցառման ընթացքում կայացել է նաեւ Չեխիայի հայ նկարիչները գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է Հայաստանի եւ Չեխիայի մշակույթի նախարարությունների աջակցությամբ եւ Չեխիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ։ Չեխ գործընկերների հետ մենք նաեւ պատրաստվում ենք նշել ցեղասպանության 100-ամյակը հաջորդ տարի։ Դեսպանությունը մի քանի ծրագիր ունի արդեն։ Հասմիկ Պողոսյանի Չեխիա կատարած այցի հիմնական նպատակը երկու երկրների մշակութային համագործակցության ծրագրի մշակումն էր։ 2015-2018 մշակութային համագործակցության փաստաթուղթն արդեն ստորագրված է։ Նորագույն պատմության էջերից ես ծանոթ եմ հայոց ցեղասպանության դառաղետ դեպքերին։ Դժվարին իրադարձությունների միջով է անցել հայ ժողովուրդը։ Ես հայ ժողովրդին շատ լավ ծանոթ եմ Երուսաղեմից, որտեղ եղել եմ հայկական թաղամասում։ Ողջունում եւ հպարտություն եմ ապրում հայ ազգի համար, որը պատմության ընթացքում դժվարին ուղի է անցել։ Համագործակցության փաստաթուղթը ներառում է մշակույթի գրեթե բոլոր ոլորտները՝ թատերական, կինոարտադրության, կերպարվեստի, գրական, թարգմանական, հրատարակչական, մշակութային ժառանգության պահպանության։ Չեխիայի նախարարը հայկական կողմին նույնիսկ առաջարկել է ընտրել վերականգնման կարիք ունեցող Հայաստանի որևէ մշակութային հոգևոր կոթող եւ համատեղ իրականացնել վերականգնման աշխատանքը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց մյուս տարի այստեղ հանրային գրադարանում կազմակերպել մի այդպիսի համապարփակ միջոցառումների շարք, որը վերաբերվելու է եւ պատմական հնատիպ գրքերի ցուցադրությանը եւ ժամանակակից գրականության։ Երկրորդ հատվածը վերաբերվում է ազգային թանգարանի ցուցադրությանը Հայաստանի կազմակերպելու աշնանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Այցի ավարտին մշակույթի նախարարը մասնակցել է Չեխիայի հայկական օրեր ամսագրի 15-ամյակի հոբելյանական հանդիսությանը։ Ամսագիրը լուսաբանում է Չեխիայում եւ Եվրոպայում ապրող հայության կյանքն ու գործունեությունը եւ հայապահպանման գործում ունեցած զգալի ավանդի համար ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Հասատրյանը պարգևատրվել է մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով։ Ռուզաննա Վարդերեսյան, Հովհաննես Քյոսեյան, Առաջին ալիք, Պրահա։